Հայրենակիցներ բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ստեղծված շատ բարդ իրավիճակի մասին, որը իհարկե շատ կարեւոր է ինչպես միջազգային առումով, այսպես էլ մեր համար Կովկասյան տարածաշրջանում հատկապես եւ ունի անմիջապես առնչություն Հայաստանի հետ։ Այդ թվում ես կարծում եմ շատ կարեւոր հարց է եւ պետք է նաեւ ուշադիր ձեր հետ վերլուծենք ստեղծված իրավիճակը եւ հետևենք զարգացումներին։ Առաջի հերթին սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարեւոր է, նաեւ բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ գրեք ձեր մեկնաբանությունները, սա նաեւ շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված PayPal-ի եւ կրիպտոարժույթների հասցեների շնորհիվ, ինչպես նաեւ արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել մեր ալիքին եւ դրանով աջակցեն ալիքին։ Շնորհակալ եմ, անցնենք առաջ։ Ապրիլի 22-ին Քաշմիրի խնդրահարույց տարածքում, այսպես ասած, Պահալգամ շրջանում, որը Հնդկաստանի վերահսկողության տակ է, այդ շրջանում տեղի է ունեցել տերորիստական հարձակում, որի հետևանքում սպանված է 26 հնդիկ զբոսաշրջիկ, ով այդտեղ գտնվում էր եւ այդտեղ Քաշմիրը իրականում շատ գեղեցիկ, կարելի ասել նույնիսկ ամենագեղեցիկ հատվածներից մեկն է Հնդկաստանի եւ Շվեյցարիային շատ նման է այդտեղ սարերը եւ գեղեցիկ տպավորիչ բնությունը, ուստի զբոսաշրջության համար շատ լավ տեղ է, բայց հաշվի պետք է առնենք այնտեղ ստեղծված այդ իրավիճակը։ Մենք ձեր հետ միասին նաեւ քարտեզի վրա իհարկե կվերլուծենք այս խնդիրը, բայց միջև այդ ասեմ ձեզ, որ այդ հարձակման հետևանքում 26 մարդ սպանվեց, որի վրա պատասխանատվությունը վերցրել են կարելի ասել իսլամիստական տերորիստական խմբավորումները, Քաշմիրի բնակչության մեծամասնությունը այդտեղ կրոնական բաժանումն է իրականում ամենակարևորը, այլ ոչ թե էթնիկ, որովհետև էթնիկ առումով Հնդկաստանի բնակչությունը եւ Պակիստանի բնակչությունը իրարից հեռու չեն գտնվում, նույնիսկ շատ մոտ են գտնվում։ Դա որևէ ձև չկարելի համեմատել նրա հետ խոսքին Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքերի հետ, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը լրիվ տարբեր էթնիկ խմբեր են, իսկ Հնդկաստանի եւ Պակիստանի դեպքում շատ հարազատ իրար էթնիկ խումբ են, բայց Պակիստանի վրա կա պատմական ազդեցության լուրջ շրջան, որը եկել է իսլամական աշխարհից եւ Պակիստանի միջոցով նաեւ իսլամը մտնում էր Հնդկաստան։ Դա շատ լուրջ խորը հարց է, որի մասին մենք կխոսենք, բայց չենք փորձի իհարկե ամեն ինչ ձեր հետ վերլուծել, որովհետև ժամեր է պետք դրան, որ մենք խորանանք պատմության այն հատվածներում, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Ասեմ ձեզ, որ մինչև 16-րդ դար ակտիվ չէր տարածված շիա իսլամը, նույնիսկ Իրանում, եւ ընդհանրապես շիա իսլամը կար, բայց տարածում չուներ, սունի իսլամն էր, եւ սունի իսլամը տարածվել է Իրանի տարածքով նաեւ դեպի Աֆղանստան եւ դեպի Պակիստան, բայց այդ վաղ չկար Պակիստան, այդ վաղ կար բրիտանական կայսրության տակ գտնվող միասնական հնդկական տարածքներ, որտեղ որ բնակչության մի հատվածը կարելի ասել ընդունել է այդ իսլամը եւ ի վերջո այնպես կատարվեց, որ երբ անկախության հարցը արդեն կանգնեց, Հնդկաստանը եւ Պակիստանը այդպես կիսվեցին նրա համար, որ մուսուլմանները ունենան առանձին պետություն եւ դա տեղի ունեցավ հենց Պակիստանում, որտեղ որ ազդեցությունը նաեւ մշակութային առումով շատ մեծ է հենց իսլամական մշակույթի։ Հնդկաստանում գիտեք, որ այդ ազդեցությունը նաեւ կա, որովհետեւ այսօրվա Հնդկաստանում նաեւ բնակչության մոտավորապես 15%-ը մուսուլման են, բայց կենտրոնացված չեն եւ դա նաեւ շատ կարեւոր է, որովհետեւ կարելի ասել փոքրամասնություն է, բայց կենտրոնացված հարց չի։ Ընդհանուր առումով կարամ ասեմ սիրելի հայրենակիցներ, որ շատ լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որովհետեւ
ապրիլի 22-ին տեղի ունեցածի հետևանքում ուրեմն Հնդկաստանը միանգամից կանչել էր Պակիստանի դիվանագիտական ներկայացուցիչներին, ուրեմն իրենց դժգոհություններ հայտնել, միևնույն ժամանակ Հնդկաստանը փակեց սահմանը Պակիստանի հետ, Ատարի Վագահ ուրեմն անցակետը, միակ անցակետը։ Բացի դրանից Հնդկաստանը կանգնեցրեց Հինդուս գետի ջրի մասին պայմանագիրը, եւ դա նաեւ հետաքրքիր է, որ Քաշմիրի այն հատվածում է գտնվում, ոչ միայն Քաշմիրի, հիմա սա ճշտեմ, որովհետեւ իրականում հակամարտությունը գտնվում է Քաշմիր կոչված տարածքում, բայց Հնդկաստանը իր վերահսկողության տակ եղած Քաշմիրի մասը կիսել է երկու մասի, եւ մեկը թողել է ինչպես Քաշմիր, մյուսը փոխել է անունը եւ դարել է Լադախ։ Քաշմիրի եւ Լադախի տարածքում է գտնվում Հինդուս գետի սկիզբը, կարելի ասել, եւ այդ գետի սկզբերի մեծամասնությունը, մի քանիսը երևի գտնվում են Պակիստանի շրջանում, բայց Պակիստանի վերահսկողության տակ գտնվող շրջանում, էլի եմ ասում, սա քարտեզի վրա մենք տեսնենք, բայց Գիլգիտ-Բալտիստան տարածքն է, որը շատ հետաքրքիր է նաև, որովհետև Գիլգիտ-Բալտիստանը ինքը Քաշմիրի մաս է, բայց Պակիստանը կիսել է այդ տարածքը նաև առանձին է դարձրել, կա ազատ Կաշմիր տարածքը, որը մոտիկ է հնդկական Քաշմիրին, իսկ Լադախի նման կարելի ասել Պակիստանը ստեղծել է առանձին տարածք, որը կոչվում է Գիլգիտ-Բալտիստան, որը կապում է Պակիստանը Չինաստանի հետ եւ ստեղծում է այսպիսի ուղի եւ ճանապարհ։ Դե ազատ Քաշմիրը ինչ է նշանակում, պարսկական ծագում ունեցող բառ է եւ դուք շատ լավ հասկանում եք ինչ է նշանակում։ Հենց այդ Քաշմիրի հատվածում է եւ ընդհանուր առումով կարելի ասել, որ Հնդկաստանը պահանջում է այդ ազատ Քաշմիրի տարածքները, ինչպես նաեւ Գիլգիտ-Բալտիստանի տարածքը, իսկ Պակիստանը պահանջում է ուրեմն Քաշմիրի տարածքը, ինչպես նաեւ Լադախի տարածքը։ Այդտեղ հարցը նրանում է նաեւ, որ կա խնդիրներ Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ նաեւ, մենք դրա մասին ձեր հետ միասին կխոսենք։ Պակիստանը իր հերթին նաեւ պատասխան գործողություններ է ծավալել, ուրեմն ստիպել է Հնդկաստանի ռազմական կցորդին լքեն Պակիստանը, ինչպես նաև փակել է Պակիստանի օդային տարածքը հնդկական ռազմական եւ ոչ միայն քաղաքացիական օդանավների համար, ինքնաթիռների, բացի դրանից սառեցված է ամբողջությամբ առևտուրը երկու պետության միջև, ճիշտ ասած, այս առևտուրը շատ փոքր է, 3 միլիարդ դոլար է մոտավորապես, չնայած նրա, որ խոսք է գնում իրականում 1.5 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի եւ 250 միլիոն բնակչություն ունեցող Պակիստանի մասին, սա չնչին առևտուր է իրականում, կողմերը կարելի ասել, որ առևտուր չունեն միմյանց հետ, այդ պատճառով շատ հեշտ կարելի ասել, որ սառեցվեց այդ առևտուրը։ Նաև Պակիստանը կանգնեցրել է խաղաղության մասին պայմանագիրը, որը 1972 թվականին է ստորագրվել եւ Շիմլա է կոչվում, եւ կարելի ասել ստեղծվել է լուրջ խնդիր արդեն դիվանագիտական հարաբերություններին, որովհետեւ դիվանագիտական հարաբերությունները այս հիմքի վրա էր։ Հնդկաստանը եւ Պակիստանը նաեւ պահանջել են, որ միմյանց քաղաքացիները լքեն իրենց պետության տարածքը 48 ժամվա ընթացքում, պակիստանցիքը լքեն Հնդկաստանը, հնդիկները լքեն Պակիստանը եւ դա նաեւ տեղի է ունենում։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը հայտնի է իր այսպես ասած նացիոնալիստական մոտեցումներով հնդկական առումով, եւ ունի այդ բաղադրիչը, ազգային բաղադրիչը կարելի այսպես ասել, ինքը հստակ մեսիջ է ուղարկել ոչ միայն Պակիստանին, այլ բոլորին իրականում, որովհետեւ դեռ հարց կա, ով է սրա հետևից կանգնած իրականում, ոչ միայն Պակիստանը։ Նարենդրա Մոդին գտնվում էր Սաուդյան Արաբիայում այցով, այն ժամանակ, երբ դա տեղի ունեցավ,
եւ դրա նպատակն էր, որ հարաբերությունները Հնդկաստանի եւ Սաուդյան Արաբիայի բարելավվեն։ Սաուդյան Արաբիան կենտրոնական պետություն է իսլամական աշխարհում եւ նույնիսկ կարելի ասել, որ իսլամը եկել է միջև Հնդկաստան հասել է Սաուդյան Արաբիայի տարածքից, դա փաստ է ուղղակի պատմական։ Նարենդրա Մոդին ասել է, որ մենք կգտնենք եւ պատասխան կկրե բոլոր տերորիստները եւ նրանք նաեւ ով իրենց աջակցում են։ Եվ սա կանենք աշխարհի ամեն կետում, որտեղ դա անհրաժեշտ լինի, մոտավորապես այսպես ասել։ Պակիստանի պաշտպանության նախարարը ասել է, որ եթե Հնդկաստանը սկսի պատերազմ, ապա կստանա նաև հակառակ պատերազմ։ Եվ եթե Պակիստանի վարչապետը Շեհբազը Շարիֆը ասել է, որ եթե խնդիր ստեղծվի Պակիստանի տարածքային ամբողջականությանը կամ սուվերենությանը, ապա բոլոր ուժերը կկիրառվեն։ Եվ ասում են հիմա բոլոր ուժերը հասկանալի է ինչու մասին է խոսքը, կողմերը ինչով են սպառնում միմյանց, միջուկային զենք։ Հնդկաստանը եւ Պակիստանը երկուսն էլ ունեն միջուկային զենք, ուստի միմյանց կարան սպառնալ միջուկային զենքով։ Հարցը նրանում է, որ Հնդկաստանը ունի միջուկային զենքի բոլոր 3 ձևաչափը։ Դա հրթիռների, ուրեմն բալիստիկ հրթիռների միջոցով է, Պակիստանն էլ դա ունի, բայց դրան նաև ավելանում են ինքնաթիռներից կրակվող միջուկային զենքը, որը Պակիստանը չունի, եւ դրան ավելանում է նաև ծովային ուժերից կրակվող միջուկային զենք, որը Պակիստանը չունի։ Ընդհանուր առումով կարելի ասել միջուկային զենքի առումով Հնդկաստանը ավելի հզոր է, բնակչության առումով ավելի հզոր է, հասկանալի է 1.5 միլիարդ 250 միլիոն, բանակի առումով Հնդկաստանի բանակը մոտավորապես 2 անգամ ավելի մեծ է, քան Պակիստանի բանակը, իսկ եթե հաշվի առնենք ուրիշ նաև ռեզերվի եւ ուրիշ հնարավորությունները, ապա մի քանի անգամ ավել է։ Ռազմական բյուջեն մոտավորապես 10 անգամ ավել է եւ 70 միլիարդ է մոտավորապես Հնդկաստանի ռազմական բյուջեն, իսկ Պակիստանինը մոտավորապես 7։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ Հնդկաստանի հնարավորությունները խորքը շատ ավելի բարեհաճո է, որովհետեւ երկու ափ ունի, արևմտյան եւ արևելյան, եւ եթե արևմտյան ափի ուղղությունով, որտեղ որ Պակիստանն ռազմական գործողություններ կարան ծավալվել, ապա արևելյան ափը մնում է ազատ եւ անվտանգ Պակիստանից։ Պակիստանը իրականում ունի միայն մեկ կետ, Կարաչի նավահանգիստն է, Գվադարը նաև կա, բայց գլխավորը մեկը Կարաչին է մնում, եւ այդ առումով Պակիստանի համար շատ խնդրահարույց է։ Մենք քարտեզի վրա ձեր հետ միասին սա նաև կվերլուծենք։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, կարելի ասել, որ օրերս միջև այդ իրադարձությունները տեղի ունենալը Հնդկաստանում պաշտոնական այցով էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, որի կինը հնդիկ է եւ որի երեխեքը կարելի ասել կնոջ առումով եւ J.D. Vance-ի ուրեմն հայր լինելու առումով կարելի ասել կիսատ հնդիկ են։ Ծագումով, էթնիկ ծագումով, չէ, իրանք իհարկե ամերիկացի են։ Սա շատ հետաքրքիր էր նաև, որովհետև ինքը նույնիսկ այդտեղ գտնվում էր հնդկական շորերում, իր երեխեքը, ոչ թե J.D. Vance-ը, այլ երեխեքը, եւ կինը իհարկե, եւ շատ լավ մեսիջ էր դրական Հնդկաստանի հանդեպ, որովհետև այնց էլ շատ մոտ հարաբերություններ ունի Հնդկաստանը Միացյալ Նահանգների հետ, Հնդկաստանը Միացյալ Թագավորության հետ, Եվրոպական միության հետ, Ֆրանսիայի հետ, Իսրայելի հետ ունի շատ լավ հարաբերություններ եւ Միացյալ Նահանգները սրանով նաեւ մեսիջ ուղարկեցին իրենց։ Բացի դրանից կարելի ասել, որ այո, Չինաստանը դեռ կարևոր հայտարարություններ չի արի այս թեմայով, բայց Չինաստանը Պակիստանի գլխավոր դաշնակիցն է։ Չինաստանն աջակցում է Պակիստանին եւ Չինաստանը ունի խնդիրներ Հնդկաստանի հետ այդ հատվածում եւ տարածքում։ 2025 թվականի ապրիլի 24-ին արդեն, երբ մենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, այդ օրը
կրակոցներ արդեն սկսվեցին այդ գծի վրա Կաշմիրում, որը հրադադարի գիծ է կարելի ասել, որովհետև սահման չի, պարզված չի, ասացի երկու կողմն արդեն միմյանց հանդեպ պահանջներ ունեն իրականում։ Այդ կրակոցները դեռ շարունակվում են եւ տեղ-տեղ տեղի են ունենում, մեկ-մեկ ավելի ակտիվ, մեկ-մեկ ավելի պակաս, բայց ոչ այն ծավալի, որ պատերազմ սկսվի, բայց կրակոց կա փաստորեն։ Բացի դրանից Հնդկաստանը, ես պետք է ձեզ նաև նշեմ, որ Ջամու եւ Քաշմիրը ուրեմն մի հատվածն է, որը մենք Քաշմիր ենք կոչում, բայց Հնդկաստանը կոչում է Ջամու եւ Քաշմիր, տարածաշրջան, տարածք եւ Լադախ։ Ջամու եւ Քաշմիրը եւ Լադախը երկու առանձին շրջան են։ Ջամու եւ Քաշմիրը եւ Լադախը ենթարկվում են միանգամից մայրաքաղաք Դելիին։ Իրանք կարելի ասել Հնդկաստանը ընդհանրապես ֆեդերալ համակարգ է, դաշնային համակարգ է, ինչպես Ռուսաստանը խոսքին եւ ինչպես Միացյալ Նահանգները նաեւ, բայց այդ երկու տարածքը ենթարկվում են կենտրոնին ուղղակիորեն եւ դա արվել է Հնդկաստանի կողմից միտմամբ, որ այդտեղ թույլ չտրվի որևէ սեպարատիստական շարժումներ եւ քայլեր։ Ուստի սիրելի հայրենակիցներ, այդտեղ Չինաստանը հիմա սկսել է ակտիվ Հնդկաստանը կներեք, սկսել է ակտիվ գործողություններ այն առումով, որ Ջամու եւ Քաշմիր եւ Լադախ սկսել է ուղարկել իր զինված ուժերը։ Զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ Պակիստանն էլ է ուղարկում իր զինված ուժերը դեպի սահման։ Բացի դրանից արդեն սկսեցին պարզել, թե ով է կանգնած այս հարձակման հետևանքում, խոսք է գնում երկու պակիստանցի քաղաքացիների մասին եւ իրենց հարազատները, որոնք Քաշմիրի հատվածում ապրում են, իրենց տները քանդել են արդեն հնդկական իշխանությունների ներկայացուցիչները։ Բացի դրանից Հնդկաստանի զինված ուժերի ուրեմն գլխավոր հրամանատարը նկատի ունեմ գերագույն գլխավոր հրամանատարին Նարենդրա Մոդին, այլ զինված ուժերի գենշտաբի պետը այցելել է ուրեմն Սրինագար քաղաքը, որը Քաշմիրի մայրաքաղաքն է, եւ այդտեղից կարելի ասել ղեկավարում է այն ռազմական պատրաստողական գործողություններին իրականում, որոնք տեղի են ունենում Քաշմիրի տարածքում։ Պակիստանը հայտարարում է, որ պատրաստ է գործողությունների համար եւ պատրաստակամություն է արդեն հայտնել, նաեւ կիրառել բոլոր իր հնարավորությունները սոցիալական ցանցերում պաշտոնական Պակիստանի ռազմական էջերի տարածվում են տարբեր նկարներ Պակիստանի օդային ուժերի հնարավորությունների եւ ուրիշ։ Ընդհանուր առումով կարելի է ասել, որ ծովում շատ ավելի հզոր է Հնդկաստանը, օդում երկու կողմը ունի հզորություն, հողի վրա Հնդկաստանը շատ ավելի հզոր է, միջուկային զենքի առումով Հնդկաստանը շատ ավելի հզոր է եւ ուրիշ բոլոր առումներով տնտեսություն կլինի թե ուրիշ Հնդկաստանը շատ ավելի հզոր է։ Բայց չպետք է մոռանանք, որ իրականում Հնդկաստանը միայն Պակիստանի հետ չի վարելու այդ պատերազմը, եթե այդ իրավիճակը ստեղծվի։ Դա առանձին նաեւ լուրջ հարց է, որը մենք ձեր հետ միասին պետք է քննարկենք։ Խնդիրը նրանում է նաեւ, որ իրականում սա լուրջ հարց է, որը վերաբերվում է նաեւ ջրի հարցին, ռազմավարական հարցին տարածաշրջանում եւ ազդեցություն կունենա տնտեսության վրա, ազդեցություն կունենա բնակչության վրա։ Այն փաստը, որ Հնդկաստանը կանգնեցրել է ջրի մատակարարումները Հինդուս գետի ուղղությունով, ստեղծելու է աննախադեպ պատմական խնդիրներ Պակիստանի բնակչության համար, որովհետև գյուղատնտեսությունը զբաղեցնում է Պակիստանի տնտեսության ամենակարևոր մասը։ Եվ Հինդուս գետը ամենակարևոր գետն է, առանց որի Պակիստանը կարելի է ասել, որ ընդհանրապես գոյություն չի կարող ունենալ։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, պետք է նշեմ, որ շատ կարևոր հարց է
որը վերաբերվում է հենց ջրի հարցին։ Ինչու է սա կարևոր, որովհետև ջրի վրա վերահսկողությունը գտնվում է Քաշմիրում եւ Լադախում։ Եվ Պակիստանի կողմից պահանջել այդ տարածքները, դա չի նշանակում միայն ուղղակի տարածքային պահանջ, այլ նշանակում է վերահսկողություն իր սեփական ջրի եւ Հինդուս գետի վրա։ Ուստի Պակիստանը կարող վարի պատերազմ այդ տարածքի համար այդ նպատակով։ Մյուս կողմից Հնդկաստանի համար այդ տարածքի վերահսկումը նշանակում է կայունացնող հնարավորություն Պակիստանի հետ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ խնդիր է մնում, որ ամբողջությամբ չի վերահսկում այդ տարածքը, որովհետև Չինաստանը պահպանում է Պակիստանի հետ ուղիղ սահման։ Պատկերացրեք, որ սկզբնական ձևաչափը այդ տարածքի բաժանման այնպիսին էր, որ Պակիստանը եւ Չինաստանը սահման չպետք է ունենային։ Եվ դա շատ լուրջ հարց է։ Կարևոր հարց է նաեւ այն, որ Պակիստանի ֆոնդային բիրժան լուրջ խնդիրներ ունեցավ, 2500 կետով ընկավ եւ մոտավորապես դա 2% է, բայց կանգնեցվել էր առևտուրը այդտեղ, որովհետեւ կարելի ասել, որ խուճապի նախանշաններ կար այդտեղ։ Հնդկականը կարելի ասել ընդհանուր առումով կայուն է։ Պակիստանի տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ եւ սա նոր չի սկսվել, որովհետեւ Պակիստանում շատ բարձր գնաճ է եւ շատ լուրջ խնդիրներ կան առևտրի առումով, որովհետեւ ստիպված է շատ մեծ բնակչության պատճառով Պակիստանը գնել տարբեր ուրեմն էներգիայի հետ կապված նավթ, գազ եւ ուրիշ հնարավորություններ եւ վճարել դրա համար առաջի հերթին հենց նավթի մասն է խոսքը, վճարել դրա համար դոլարով, իսկ դոլարի հնարավորությունները սահմանափակ են Պակիստանի համար, որովհետեւ իր տնտեսությունը կարելի ասել չի զարգանում։ Դա կախված է նաև պատմական հարցերից, որովհետև Պակիստանը համեմատ Հնդկաստանի հետ բռնապետություն է, որտեղ որ ռազմական ղեկավարներն են կարելի ասել, իրականում ղեկավարում ազդեցություն ունեն հենց զինվորականները, իսկ Հնդկաստանը ժողովրդավարություն է, ամենախոշոր ժողովրդավարությունը աշխարհում, որտեղ որ կան ժողովրդավարական ընտրություններ եւ շատ ավելի վստահելի է Հնդկաստանը ներդրումների համար, քան թե Պակիստանը։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ ներքաղաքական առումով Պակիստանին ձեռի ավելի տալիս պատերազմը, որովհետև այս տնտեսական ճգնաժամի եւ գնաճի ֆոնին Պակիստանը կարող է օգտագործել պատերազմը նրա համար, որ ստեղծի, կարելի ասել, ազգի միավորման ինչ-որ կոնկրետ կետ։ Բացի դրանից կարելի ասել, որ Պահալգամում տեղի ունեցածը ընդհանուր առումով բոլորը քննադատեցին։ Եվ սա նաև հետաքրքիր է, որ որևէ մեկը չկարելի ասել, որ ընդհանուր առումով ողջունել է Քաշմիրում տեղի ունեցածը, որովհետև բոլորը հասկանում են ինչ զարգացումներ կարա տեղի ունենա։ Ընդհանուր առումով սիրելի հայրենակիցներ, կարելի ասել, որ շատ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել, որովհետև համ դիվանագիտական, համ ռազմական, համ ջրի առումով, համ տնտեսական առումով, համ բնակչությունների ուրեմն մոտեցման եւ էմոցիաների առումով ստեղծվել է շատ լուրջ խնդրահարույց հարց այստեղ եւ հակամարտություն կարելի ասել, որը ունի զարգանալու մեծ հավանականություն։ Եվ հիմա սիրելի հայրենակիցներ, մենք ավարտելով այս մասը, ձեր հետ միասին կանցնենք արդեն քարտեզի վրա եւ կվերլուծենք քարտեզի միջոցով ստեղծված իրավիճակը այդտեղ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Հիմա մենք քարտեզի վրա ձեր հետ միասին կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը Քաշմիրի հակամարտության տարածքում։ Սկսենք ձախ հատվածում գտնվող քարտեզից, դա
իրական քարտեզն է տեղում, աջ հատվածում գտնվող քարտեզը արդեն կրոնական եւ էթնիկ խմբերի մասին է։ Ուրեմն այստեղ մենք որ պատկերացնենք, սիրելի հայրենակիցներ, ամբողջ կարմիրով նշված տարածքը, որը դուք տեսնում եք, դա Քաշմիրի հակամարտության տարածքն է։ Հիմա ամենակարևորը, որից մենք արեք սկսենք, դա այն է, որ ուրեմն այս տարածքը, որը դուք տեսնում եք, այսպիսով, սա ազատ Կաշմիրի տարածքն է, այս հատվածը, տեսնում եք, հենց այսպես էլ կոչվում է, այստեղ գրված է ազատ Կաշմիր։ Ես չեմ թողնա այստեղ սահմանները, ձեր համար հասկանալի այդ սահմանները։ Ազատ Քաշմիրը Քաշմիրի շրջանն է, իսկ Քաշմիրը ընդհանրապես գտնվում է այստեղ, սա է Քաշմիրը, ըստ իրական աշխարհագրական իրավիճակի Քաշմիրը սա է, բայց ընդհանուր առումով ամբողջ հակամարտությունը, որը դուք այստեղ տեսնում եք, նշվում է ինչպես Քաշմիրի հակամարտություն։ Դա շատ կարևոր է, ինչու՞։ Որովհետև իրական Քաշմիրը միայն սա է, այս իրական Քաշմիրի մասը, ազատ Քաշմիրը այստեղ է, վերահսկվում է Պակիստանի կողմից, բայց Հնդկաստանը համարում է, որ սա նաև Հնդկաստանինն է։ Քաշմիրի հատվածը, որը դուք այստեղ տեսնում եք, եւ Ջամմուի հատվածը, որովհետև Հնդկաստանի համար սա մեկ տարածաշրջան է, Ջամմուն եւ Քաշմիրը մեկ տարածաշրջան է, եւ ուստի սիրելի հայրենակիցներ, տեսնում եք այս ամբողջ հատվածը, Հնդկաստանի այս հատվածն է, Ջամմու եւ Քաշմիր։ Հիմա այստեղ տեսնում եք քաղաք Ջամմուն, այստեղ է, փոքր ավելի լավ նշեմ, տեսնում եք, եւ Քաշմիրի մայրաքաղաքը այստեղ է։ Սրինիգարն է Քաշմիրի մայրաքաղաքը, իսկ Ջամմուն է Ջամմուի մայրաքաղաքը։ Ամբողջությամբ այս տարածքը կոչվում է Ջամմու եւ Քաշմիր։ Ինչ վերաբերվում է Լադախին, տեսնում եք, Լադախի տարածքը այստեղ է։ Դեղինով է նշված այն տարածքը, որը վերահսկում է ուրեմն Հնդկաստանը։ Պակիստանը համարում է, որ ոչ միայն Քաշմիր եւ Ջամմուն է Քաշմիրի տարածք, այլ նաև Լադախն է Քաշմիրի տարածք, իրականում այս տարածքը ամբողջությամբ Քաշմիր էր կոչվում, մինչև Հնդկաստանը փոխեց անունը եւ այս հատվածի անունը դրել է Լադախ։ Այստեղ կան նաև մի քանի հարց։ Առաջի հերթին այն է, որ Հնդկաստանը համարում է, որ Ջամմու եւ Քաշմիրի մաս է նաև ազատ Քաշմիրը, որը օկուպացված է Պակիստանի կողմից, այսպես է Հնդկաստանը համարում, եւ Գիլգիտ-Բալտիստանը։ Սա շատ կարևոր հարց է։ Տեսնում եք, Գիլգիտ-Բալտիստան։ Այսպես է Պակիստանը կոչում այս տարածքը, իսկ իրականում Հնդկաստանի համար Գիլգիտ-Բալտիստանը նաև Ջամմու եւ Քաշմիրի մաս է։ Գիլգիտ-Բալտիստանի այս հատվածը, տեսնում եք, սառույց է իրականում այստեղ, բայց սարերեն Սիաչեն են կոչվում, Հնդկաստանի վերահսկողության տակ են։ Հնդկաստանը այստեղ անցկացրել է հատուկ օպերացիա իր ժամանակ եւ գրավել է այս տարածքները։ Կարմիրով նշված այստեղ տարածքը, որը դուք տեսնում եք, սիրելի հայրենակիցներ, խնդրահարույց տարածք է, որովհետև Չինաստանն է վերահսկում, բայց Գիլգիտ-Բալտիստանի տարածքներ եւ Պակիստանը փոխանցել է այս տարածքը Չինաստանին, ինչը չի ճանաչում Հնդկաստանը, եւ Հնդկաստանը համարում է, որ ոչ միայն այս տարածքն է Գիլգիտ-Բալտիստանի տարածքը, որը պատկանում է նաեւ Հնդկաստանին, այլ նաեւ այս ամբողջ տարածքը, որը դուք տեսնում եք այստեղ, պատմականորեն Հնդկաստանի տարածքներն են եւ կոչվում են Աքսայ Չին։ Խնդիրը նրանում է, որ Չինաստանը այս տարածքները գրավել է եւ վերահսկում է եւ չի իհարկե փոխանցում Չինաստանին, Հնդկաստանին չի փոխանցում Չինաստանը։ Այստեղ տեսնում եք, որ այստեղ
Չինաստանի վերահսկողության գիծն է եւ կա մի քանի խնդիր։ Առաջերտին այստեղ տեսնում եք առանձին հատված է եւ այստեղ էլ խնդիր կա։ Բացի դրանից այս լճի շուրջ կա խնդիր, տեսնում եք կես լիճը այս կողմն է, մյուս կեսը այն կողմը։ Սիաչենի ուղղությունով արդեն ասացի, որ խնդիր կա, այս սարերի ուղղությունով լուրջ խնդիր կա, որովհետև սա իրականում Պակիստանն էր վերահսկում եւ Պակիստանն է փոխանցե Հնդկաստանին, իսկ հարցը նրանում է, որ այստեղից դուք տեսնում եք, հիմա մոտիկից ձեզ կցույց տամ, սա Չինաստանի տարածքն է, որը վիճելի չի, եւ այս Չինաստանի տարածքից, որը վիճելի չի, դուք տեսնում եք, որ անցակետի այսպիսի միջոցով, սարերով, ճիշտ է, բայց Գիլգիտի ճանապարհով, Գիլգիտ-Բալտիստանի միջոցով, Չինաստանից Գիլգիտ-Բալտիստանի միջոցով կապնվում ես եւ գալիս ես դեպի Իսլամաբադ։ Սիրելի հայրենակիցներ, Իսլամաբադը այստեղ է գտնվում եւ Իսլամաբադը մայրաքաղաքն է Պակիստանի։ Ուստի դուք պատկերացնում եք, որ Հնդկաստանի մայրաքաղաքը այստեղ է։ Այստեղ, այս կետում, իսկ Պակիստանի մայրաքաղաքը այստեղ, դե տեսնում եք, նույնը այստեղ է, Պակիստանի մայրաքաղաքը շատ մոտ է Ազատ Կաշմիրին, այստեղ է վետ է, և Քաշմիրի տարածքին, շատ մոտ է մի խոսքով պատերազմու գոտին, բայց Չինաստանից Պակիստան անցնող կապը, որը գալիս է մինչև մայրաքաղաք Իսլամաբադ, առաջի հերթին անցնում է հենց Գիլգիտ-Բալտիստանի շրջանով և Գիլգիտ-Բալտիստանի կարևորությունը այդ առումով շատ մեծ է, որը պահանջում է նաև Հնդկաստանը, որովհետև կապում է փաստորեն Չինաստանը և Պակիստանը, որոնք դաշնակիցներ են։ Եթե Գիլգիտ-Բալտիստանի տարածքը լիներ կամ լինի Հնդկաստանի վերահսկողության տակ, ապա Հնդկաստանը կունենա սահման Աֆղանստանի հետ, որի հետ սահման չունի, այսպիսի ճանապարհով եւ սրանով կփակվի Չինաստանի եւ Պակիստանի կապը։ Սա շատ կարևոր հարց է, բայց այս պահին դա այդպես չէ եւ Չինաստանը իհարկե չի պատրաստվում թույլ տալ, որ Հնդկաստանը փակի կապը Չինաստանի եւ Պակիստանի միջեւ։ Ուստի դուք տեսնում եք այստեղ ստեղծված իրավիճակը, ոչ էլ Չինաստանն է պատրաստվում Աքսայի Չինի տարածքը վերադարձնի Հնդկաստանին, Հնդկաստանը իհարկե չի պատրաստվում Քաշմիրի, Ջամու եւ Քաշմիրի եւ Լադախի տարածքները որևէ մեկին փոխանցեն, ինչպես նաեւ Սիաչենի այս սարերը, իսկ Պակիստանը չի պատրաստվում Ազատ Քաշմիրը որևէ մեկին վերադարձնի, բայց հիմա կա մի քանի այստեղ կարևոր հարց։ Առաջինը այն է, որ սիրելի հայրենակիցներ, նույն սահմաններն եք դուք տեսնում այստեղ, տեսնում եք, որ Աքսայի Չինում, ինչպես Լադախում բուդդիստական բնակչություն է եւ կարելի է ասել, որ հենց Թիբեթի մաս է Աքսայի Չինը Թիբեթի տարածքի, այդ պատճառով է, որ Հնդկաստանը ցանկանում է, ինչպես Լադախի վրա վերահսկողություն ունի, նաեւ ունենա վերահսկողություն այս Աքսայի Չին տարածքի վրա։ Մյուս կողմից, սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք, որ երբ խոսք է գնում Ջամու եւ Քաշմիրի մասին, ապա Ջամու հատվածում, այս հարավային հատվածում դուք տեսնում եք, որ բնակչությունը այստեղ հինդու բնակչություն է։ Այս հատվածում եւ այս հատվածում երկու տեղում էլ հինդու բնակչություն է, բայց երբ խոսքը գալիս է ավելի հյուսիս Քաշմիրի հատված, որը տեսնում եք այստեղ, որ Հնդկաստանի վերահսկողության տակ է այս Քաշմիրի հատվածը, որի մասին մենք խոսում ենք ձեր հետ, ապա նույն այս հատվածը այստեղ, սիրելի հայրենակիցներ, մուսուլմաններ են ապրում եւ այստեղ էլ են մուսուլման ապրում Ազատ Քաշմիրում եւ Քաշմիրի տարածքում մեծամասնությունը մուսուլման են։ Գիլգիտ-Բալտիստանի տարածաշրջանում, որի մասին մենք խոսում ենք, այստեղ դեպի հյուսիս, որը վերահսկում է Պակիստանը, 99%-ը մուսուլման են։ Իսկ երբ խոսք է գնում Ջամու եւ Քաշմիրի մասին, ապա Ջամուում հինդու են, բայց Քաշմիրում մուսուլման են, իսկ Լադախում բուդդիստ են։
Ուստի կարելի ասել ամենախոցելին տարածքը Հնդկաստանի համար հենց Քաշմիրի տարածքն է, որտեղ որ մուսուլմանները մեծամասնություն են։ Եվ երբ բաժանումներ են տեղի ունեցել այս տարածքի, ընդհանրապես իր ժամանակ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև բաժանումները տեղի են ունեցել հենց կրոնական առումով, եւ այդ պատկերացումով Քաշմիրի տարածքը պետք է լիներ նաեւ Պակիստանի մաս ինչ որ առումով։ Ուստի սիրելի հայրենակիցներ, տերորիստական այս հարձակումը եղել է Պահալգամի շրջանում, տեսնում եք այստեղ է նշված Պահալգամը, Քաշմիրի մայրաքաղաքից ոչ այնքան հեռու, բայց Քաշմիրի տարածաշրջանում, որտեղ որ մուսուլմանները մեծամասնություն են։ Ուստի դուք տեսնում եք, որ մուսուլմանների մեծամասնություն տարածքում, որտեղ որ Պակիստանը ունի ազդեցություն հենց իսլամական բնակչության միջոցով եւ իսլամի գաղափարի միջոցով, տեղի է ունեցել այսպիսի գործողություններ եւ տերորիստական քայլ։ Հիմա հարցը նրանում է, որ Իսլամաբադը ցանկություն ունի հաստատի վերահսկողություն Քաշմիրի վրա։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք, որ ազատ Քաշմիրի տարածքը, այստեղ նշված է այս ազատ Քաշմիրի տարածքը, իրանք իրականում ցանկություն կունենային, որ միացնեին սիրելի հայրենակիցներ, մոտավորապես այսպիսի տարածքներ կարային միացնել առնվազն Քաշմիրի տարածքից։ Արդեն չեմ ասում, որ իրականում Լադախում դուք տեսնում եք, որ նաև կա հատված բնակչության, որտեղ որ մուսուլմանական բնակչություն է այս հյուսիսային հատվածում, մոտավորապես այսպես։ Եվ Պակիստանը վերահսկում է այս տարածքը, մենք արդեն ասացինք, այս հատվածը Պակիստանը վերահսկում է եւ Պակիստանը վերահսկում է այս հատվածը, այսպես։ Ուստի Պակիստանը հիմա վերահսկում է այս հատվածները, որը մենք ցույց տվեցինք, եւ ցանկություն կունենար, որ վերահսկեր նաեւ մտներ եւ վերահսկեր մնացած այս հատվածները Քաշմիրի տարածաշրջանի եւ արդեն դուրս գար ամբողջությամբ մուսուլմանական բնակչությունը վերահսկեր։ Դա այս քարտեզի վրա նշանակում է, սիրելի հայրենակիցներ, մոտավորապես խոսք է գնում ուրեմն այս հատվածի մասին եւ մոտավորապես խոսք է գնում նաեւ այս հատվածի մասին։ Այս երկու հատվածի մասին։ Գիլգիտ-Բալտիստանը արդեն վերահսկում է Պակիստանը եւ ազատ Քաշմիրը արդեն վերահսկում է։ Ուստի այսպիսի ցանկություն կա, մյուս կողմից իհարկե կարող ասել, որ Հնդկաստանը ցանկություն ունի հենց Գիլգիտ-Բալտիստանի ուղղությունով, ես արդեն դրա մասին ձեզ նշեցի, բայց ազատ Կաշմիրից էլ իհարկե չէր հրաժարվի, որովհետև միանգամից կարելի ասել ազատ Կաշմիրի շնորհիվ դու կարաս Իսլամաբադի կարելի ասել շատ մոտիկ դուրս գալ Իսլամաբադին, դե պատկերացրեք հիմա հնդկական զորքերը այստեղ են կայնած եւ կարող են նույնիսկ գալ եւ այստեղ կայնել, այստեղից ամենահեշտ եւ թեթև զինված հնարավորություններով կարաս խոցել մայրաքաղաքը, որևէ խնդիր չի լինի, այդքան մոտ է խոսքին։ Նույնիսկ այստեղից էլ խնդիր չի լինի իրականում, դե պատկերացրեք այստեղից ինչ բանի մասին է խոսքը գնում։ Մենք հիմա մի հատ ուրիշ քարտեզի միջոցով էլ սա ձերդ կվերլուծենք, ավելի պարզ կլինի։ Քարտեզը նույն քարտեզն է, այստեղ դուք տեսնում եք Լադախը, դուք տեսնում եք Ջամու եւ Քաշմիրի տարածքը, այստեղ տեսնում եք ազատ Քաշմիրը, Գիլգիտ-Բալտիստանի տարածքը, այստեղ տեսնում եք այն տարածքը, Շաքսկամ տարածքը կարմիրով, որը Պակիստանը փոխանցել է Չինաստանին եւ որի վրա պահանջ ունի նաեւ Հնդկաստանը, Աքսայչինի տարածքը այստեղ չի երևում, բայց երևում է երկու կետ, Գալվանի շրջանը եւ այս Պանգոնգ լիճը, որի մասին մենք ձերդ խոսացինք, որոնք մնում են արդեն հենց Հնդկաստանի եւ Չինաստանի միջև խնդրահարույց։ Տեսնում եք այստեղ իրավիճակը, հիմա արդեն փոխեմ քարտեզը եւ տեսնում եք, որ սիրելի հայրենակիցներ, խոսք է գնում շատ բարձր սարերի մասին, Կարակորամ սարերի մասին է այստեղ խոսքը, իսկ հենց Ջամու եւ Քաշմիրը այս գեղեցիկ հատվածն է, պատկերացրեք։ Սրինիգարը այստեղ է, մայրաքաղաքը, Պահալգամը այստեղ է,
Եվ շատ գեղեցիկ հատված է սա, կոչում են Հնդկաստանի Շվեյցարիա, այնպիսի գեղեցիկ զբոսաշրջության համար շատ կարևոր հատված է։ Բացի դրանից, սրա կարևորությունը նաև հատկապես Լադախի կարևորությունը նրանում է, որ գետերը, որոնք գալիս են եւ իջնում են դեպի ուրեմն տեսնում եք այստեղ այս գետը, մեկը Ջամուի հատվածով է այստեղով իջնում, իսկ մյուսը այս հատվածով է իջնում, բայց բոլոր գետերը գալիս են այստեղից, կարելի ասել։ Բոլոր այդ գետերը սկիզբ են առնում ուրեմն Լադախի եւ Ջամու եւ Քաշմիրի տարածքներում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մենք մոտիկից ձեր հետ միասին ուրեմն տեսնենք թե ինչ հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաք Իսլամաբադը այն տարածքից, որը վերահսկվում է Հնդկաստանի կողմից, եւ դա 90 կիլոմետր է։ Ուրեմն նույն գրադի, սմերչի եւ պինակայի ձևաչափերով հանգիստ կարաս մայրաքաղաքը ռմբակոծել եւ իսկ եթե խոսք է գնում արդեն ազատ Կաշմիրի տարածքի ազատագրման դեպքում Հնդկաստանի կողմից, ապա 50 կիլոմետրի մասն է խոսք գնում, որովհետև 30 կիլոմետր է նաև այստեղ տեսնում եք 37 կիլոմետր է մոտավորապես այս հատվածը։ Ընդհանուր առումով այսպիսի իրավիճակ է, Իսլամաբադը մայրաքաղաք է եւ շատ մոտ է այս տարածքները Իսլամաբադին։ Հիմա մենք ձեր հետ միասին վերլուծենք, թե ինչ իրավիճակ է այստեղ ստեղծվել։ Ուրեմն մենք գիտենք, որ վերջի տվյալներով, ուրեմն Պակիստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներն են խոսել եւ Հնդկաստանի դեմ են երկուսն են խոսել, 8 ժամ առաջ է դա տեղի ունեցել, այսօր առավոտյան, այսօր ապրիլի 27-ն է եւ երկուսն էլ ուրեմն Հնդկաստանին քննադատել են Հնդկաստանի վարչապետ Մոդին մինչև այդ ասել է, որ Պահալգամում ով կազմակերպել է տերորիստական հարձակում, պատասխանատվություն կկրեն 12 ժամ առաջ, հնդկական զինված ուժերը ուրեմն այստեղ այս հատվածում կազմակերպել են, ինչպես տեսնում եք, ցուցադրում իրենց հնարավորությունների Մումբայի շուրջ։ Խնդիրը նրանում է, որ այստեղից միջև միակ կարելի ասել եւ ամենախոշոր նավահանգիստը Պակիստանի Կարաչին 700 կիլոմետր է։ Դա օրերի հարց էլ չի նույնիսկ։ Ժամերի հարց է, որ հնդկական զինված ուժերը մի մասը այստեղ է, նավերը նկատի ունեմ, մի մասը այստեղ է գտնվում, մի մասը Մումբայում, շատ հեշտ կարող են հասնել մինչև Կարաչի եւ երկրորդը Գվադարնա։ Այս երկու նավահանգիստն է, որը Պակիստանը ունի։ Ընդհանրապես Պակիստանի վրա որ նայենք, կտեսնենք, որ Պակիստանի ամբողջ բնակչությունը ապրում է այս կանանչ գոտում, տեսնում եք։ Եվ Իսլամաբադն է այդտեղ, Լահորը, Մուլտանը եւ Հայդերաբադը եւ Կարաչին։ Մեծամասնությունը ապրում է այս հատվածում։ Եվ այս կանաչ հատվածը գալիս է նրանից, մնացած հատվածը տեսնում եք, որ անապատի նման տարածք է։ Գալիս է նրանից, որ այստեղով է անցնում գետը, Հինդուս գետը, եւ այդ գետը սկիզբ է առնում հենց Ջամու եւ Կաշմիր եւ Լադախում։ Հիմա Հնդկաստանը որոշում է կատարել, որ այդտեղ գետի հոսքը կանգնեցնի ջրամբարների միջոցով։ Ուստի Պակիստանը շատ լուրջ խնդիրների առջև կարող կանգնի։ Մի կողմից ջրի խնդիր, որը սպառնում է բնակչությանը, մյուս կողմից նավահանգիստների առումով լուրջ խնդիրներ կարող լինել, որովհետև նույն Հնդկաստանը այս հատվածից բացի ունի նաև այս հատվածը, որտեղ որ հանգիստ իրան նավերը կարան ուրեմն տեղակայվել։ Մենք ունենք տվյալներ, որ Լահորի ուղղությունով զինված ուժեր են հավաքում պակիստանցիք եւ 3 կար տվյալներ, որ այս հատվածում ակտիվ կրակոցներ էին տեղի ունենում, ամենաակտիվ կրակոցները տեղի են ունեցել այս հատվածում։ Իրականում պատճառը անհասկանալի է, որովհետև տերորիստական հարձակումը Պահալգամում է տեղի ունեցել, այս մայրաքաղաքում ուրեմն գտնվում է զինված ուժերի
գենշտաբի պետը Հնդկաստանի, բայց թե ինչու այս հատվածում պետք է լինեն կրակոցներ հասկանալի չի, ուղղակի կլակոցներ են տեղի ունենում ինչպես սրում, այլ ոչ թե կոնկրետ պատճառով։ Մենք գիտենք նաև, որ Հնդկաստանը կոչ է արել բոլոր ԶԼՄ-ներին եւ արգելել է, որ որևէ ռազմական գործողությունների ուրեմն ուղիղ թողարկումներ լինեն կամ որևէ տեղաշարժի մասին տվյալներ հայտարարեն, եւ մենք նաև գիտենք, որ Պակիստանի եւ ուրեմն Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները խոսել են, քննարկել են ստեղծված իրավիճակը։ Հնդկաստանը նաև նախազգուշացրել է բոլոր ուրեմն այստեղ հոսպիտալները, որ զինված ուրեմն գործողությունների դեպքում պատրաստ լինեն, ընդունեն այն մարդկանց, ով կարա վիրավոր լինի, հատկապես զինվորներին։ Ես ձեզ ուզում եմ այստեղ նաև ցույց տամ այն ճանապարհը, որը ձեզ ցույց տվեցի ուրիշ քարտեզի վրա, բայց այստեղ ավելի պարզ կլինի, այստեղից Չինաստանից տեսնում եք ճանապարհը ինչ սարերով է անցնում, բայց գալիս է Գիլգիտի տարածքով, տեսնում եք քաղաք Գիլգիտը եւ այստեղով արդեն իջնում է դեպի մնացած Պակիստան։ Ուստի դուք տեսնում եք, որ մոտավորապես խոսք է գնում այսպիսի ճանապարհի մասին, որը գալիս է Իսլամաբադ։ Այս ճանապարհի մասին է խոսքը գնում եւ այս տարածքը Գիլգիտ-Բալտիստանի տարածքը մնում է շատ կարևոր լուրջ խնդիր այդ առումով, բայց փաստացի կապում է եւ մատակարարումներ է տեղի ունենում Չինաստանի եւ ուրեմն Չինաստանի եւ Պակիստանի միջև։ Եվ ընդհանուր առումով, սիրելի հայրենակիցներ, կարելի ասել, որ կարևորությունը այս տարածքի շատ բարձր է, եւ կարծում եմ դա ավելի բարձ է հիմա այս քարտեզի շնորհիվ։ Հարցերի դեպքում պատրաստ եմ իհարկե մանրամասն արձագանքեմ ձեր հարցերին եւ նույնիսկ քարտեզի վրա ցույց տամ, փորձեցի, որ ինչքան հնարավոր է խորը վերլուծեինք ստեղծված իրավիճակը։ Իհարկե, մենք կշարունակենք հետևել զարգացումներին, չեմ փորձում այս փուլում ենթադրել, թե ինչպիսի զարգացումներ կարան տեղի ունենալ, սա կարա ավարտվի նաև շատ շուտ, բայց մյուս կողմից կարա երկարաձգվի, լինի լուրջ խնդիրներ եւ նույնիսկ մինչեւ միջուկային զենքի կիրառում։ Չեմ կարծում, որ հիմա այս փուլում մենք պետք է սկսենք այս թեմայի մասին ենթադրություններ անել, կարծում եմ ամենակարևորն է հետևել եւ տեղյակ լինել իրավիճակին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։